Մադան թաղամաստանող ճանապարհի ասֆալտապատումն այսօր ավարտվեց։ Ասֆալտապատումն իրականացնող Տիտանյան եղբայրներ ընկերության աշխատակիցները կեսօրին արդեն աշխատում էին գազի զոնա թաղամասում։ Այստեղ կատարվել է եւ համատարած ասֆալտապատման աշխատանքներ եւ փոսային նորոգման աշխատանքներ։ Ընդհանուրը եղել է 699 քառակուսի համատարած ասֆալտապատման եւ 100 քառակուսի փոսային։ Տեղից սկսվում է, վերջանում է երկրորդ շրջադարձի մոտ։ 165 գծամետր տեղ է։ Դրա մեջ մտնում է եւ համատարածը եւ փոսային աշխատանքները, ընդհանուր 165 գծամետր։ Աշխենն ասում է ճանապարհների վիճակն անմխիթար էր անելու գործ շատ է եղել։ Դրա համար էլ 165 գծամետր տարածքն ասֆալտապատելու համար 15 օր է պահանջվել։ 10 օր համարյա կատարել ենք զուտ պատրաստման, ասֆալտայի պատրաստման տեղի աշխատանքներ։ 3 օրվա ընթացքում էլ ասֆալտ պատել ենք։ Հիմնականը արդեն կարելի ասել գերազանց տեսք ենք բերել ճանապարհը։ Ըստ Աշխենի այսօր երեկոյան արդեն մեքենաները կարող են երթևեկել այս փողոցով, մինչ այդ վարորդներին որպես այլընտրանք առաջարկում էր գործանի տարածքով անցնող ճանապարհը։ Տիտանյան եղբայրներ ընկերությունը ասֆալտապատումն իրականացնում է քաղաքապետարանի պատվերով պետական բյուջեից ստացված սուբվենցիաների հաշվին։ Կոշաբերդի փողոցի ասֆալտապատման համար շուրջ 7 միլիոն դրամ է հատկացվել, եւս 15 միլիոն դրամ էլ նախատեսված է դատարանի մոտից դեպի Սարահարթ տանող ճանապարհի ու Սարահարթի գայի պղնձագործների Օսիպյան եւ Միգոյան փողոցների փոսային ասֆալտապատման համար։ Նատալիա Ոսյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։